Սիրելիներս, ողջույն, այսօր մեզ մոտ բերքահավաքի օր է, ահա տեսեք, այս սալորի սորտը արդեն վերացող տեսակ է համարվում, գյուղում հազվադեպ մարդիկ ունեն, նայեք, սա արդեն ուրիշ սորտի է, ահա այսպես, նայեք որքան հյութեղ են երևում, կարմրաթուր, գեղեցիկ ու շատ համեղ են։ Սիրելիներս, երեկվա բերքահավաքից հետո առանձնացրել ենք բոլոր այն մրգերը, որոնք վաճառքի ենթակա չէին եւ այսօր որոշել եմ պատրաստել կոմպոտ, թթուլավաշ եւ չիր։ Իսկ պատրաստման ընդհանուր տեխնիկան կոնկրետ այս մրգի կոմպոտի ցույց կտամ ձեզ ընթացքում։ Նշեմ, որ չեմ եռացնելու կոմպոտը եւ որպեսզի հիգիենիկ լինի, կորիզները կհեռացնեմ, այսինքն միրգը կբաժանեմ երկու մասի։ Կորիզները ինչու եմ հեռացնում, ներողություն, որովհետև սրա կորիզները հիմնականում խեժապատ են եւ եթե եռացրած ջրի մեջ մնան, հաստատ մրգի միջից ինչ-որ ձևով դուրս կգան եւ կխառնվեն հյութին, այդ իսկ պատճառով պետք է կորիզները հեռացնենք։ Չգիտեմ այս սալոր, շլոր, թե դամբուլ կոնկրետ ինչպես կարող ենք անվանել այս մրգին, սա արդեն վերացման եզրին է այսպես ասած, որովհետև շուկայում նորմալ արժեքով չի վաճառվում եւ գրեթե գնողներ չեն էլ լինում, այդ իսկ պատճառով բոլորը ծառերը կտրում են եւ փոխարենը տնկում են այնպիսի մրգեր, որոնք արդեն պահանջարկ ունեն։ Այսպես մնացեք ինձ հետ, ով բաժանորդագրված չէ, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք մնացած քայլերիս։ Սիրելիներս, այսպես ենք անում, հավասար եզրերով կտրում ենք, ահա նայեք, այսպես առանձնացավ։ Հանում ենք այսպես։ Ահա այսպես նայեք։ Այստեղ ձեզ ցույց տամ, որ կորիզը խեժոտ է եւ առանձնացած է այսպես։ Ահա վերջացրեցի, կորիզները հանեցի, հիմա կտանեմ լվանալու, շատ չեմ հանել կորիզները, շատ կոմպոտ չեմ պատրաստելու, ես արդեն պատրաստել եմ, ուղղակի սրանք մի փոքր չոր էին համեմատ մյուս մրգերի, որոշեցի սրանք էլ պահածոյացնել որպես կոմպոտ։ Իսկ մնացած ամբողջ զանգվածը, որը որ դեռ մնում է, կպատրաստեմ թթուլավաշ, ջրի ենթակա չէ, որովհետև փափուկ է։ Հիմա կոմպոտի պատրաստման գործընթացը ցույց կտամ, որից հետո կանցնենք թթուլավաշին։ Ահա այսպես պահում ենք հոսող ջրի տակ, լավ լվանալուց հետո արդեն հատիկները կքամենք եւ կլցնենք համապատասխանաբար չափով բանկաների մեջ։ Հիմա ես կլվանամ եւ հետո ձեզ ցույց կտամ ընթացքը։ Սիրելիներս, ահա արդեն քամեցի, հատիկները վերջացրեցի, հիմա կլցնեմ բանկաների մեջ, որոշել եմ 3 բանկա փակել, ոչ ավել, որովհետև արդեն փակած ունեմ, ինչպես նշեցի։ Ահա այսպես Ահա լցրեցի բանկաների մեջ, վերջացրեցի, որից հետո կավելացնեմ շաքարավազը։ Շաքարավազը կլցնեմ միանգամից բանկաների մեջ, մոտավորապես 250-ից 300 գրամի չափով։ Ես շատ քաղցր չեմ սիրում հյութը պատրաստել կոմպոտի, որովհետև սիրում եմ, որ ամեն մրգի համը յուրովի զգացվի, իսկ եթե շատ քաղցր է լինում, ապա վերածվում է սովորական շաքարաջրի։ Ահա եւ վերջ, շաքարավազն էլ ավելացրեցի, հիմա կծածկեմ կափարիչներով եւ կսպասենք մինչեւ ջուրը եռա։ Ահա եւ ջուրը եռում է արդեն, հիմա կլցնեմ բանկաների մեջ եւ կպահածոյացնեմ։ Սիրելիներս, ահա եւ վերջացրեցինք պահածոյացման գործընթացը։ Այսպես կթեքեմ հակառակ ուղղությամբ, կողքի եմ շրջել, որպեսզի շաքարավազը հալվի, հետո կթեքեմ հակառակ ուղղությամբ եւ կծածկեմ շորով 1 օր, երբ որ բանկաները արդեն սառած կլինեն, կտեղափոխեմ մառան ձմեռվա համար։ Անուշ լինի։
Իսկ ով որ դեռ չի բաժանորդագրվել, կխնդրեմ բաժանորդագրվեք, հավանեք հոլովակս եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նոր հոլովակները հանկարծ բաց չթողնեք։